Համեցեք պարոն Խաչատրյան։ Սիրելի հայրենակիցներ, իշխանությունները խոսում են խաղաղության մասին, սակայն չեն կարողանում բերել մի որևէ օրինակ, երբ երկու երկրների միջև հաստատվում է խաղաղություն, բայց զավթիչը իր զավթիչ զորքերը մյուս երկրից չի հանում։ Չեն կարողանում նշել մի որևէ դեպք, երբ երկրներից մեկը շարունակում է շրջափակման մեջ պահել մյուս երկիրը։ Հիմա կասեն, օգոստոսի 8-ին ստորագրվեց մի պատմական երկկողմ հռչակագիր, որով վերջ է դրվում Հայաստանի շուրջ 30 տարվա շրջափակմանը։ Իսկ այս տարի արդեն հունվարի 14-ին այդ շրջափակումը վերջ դնելու մանրամասները հաստատվեցին եւ համաձայնեցվեցին։ Խոսքը թրիփի մասին է։ Նա մեզ մուլտիմոդալ տրանսպորտային անցում։ Իդեպ մինչև այս հայտարարությունը, երբ անոնսը գնում էր հայտարարությունը, որ պետք է կողմերը հանդիպեն, ամերիկյան կողմը դարձյալ միջանցք բառներ օգտագործել, բայց ես հələ դեռ միջանցք բառը չեմ օգտագործի։ Հիմա նայում ես տեքստը եւ փորձում ես հասկանալ։ Լավ, իսկ ստեղ շրջափակումը որտեղ եք տեսնում։ Հայաստանն Ադրբեջանին տալիս է մուլտիմոդալ անցում։ Ճանապարհ, երկաթուղի, գազամուղ, նավթամուղ, երկաթգիծ, ներողություն, ուրեմն էլեկտրական հոսանքի գծեր, կապի մալուխ, իսկ Հայաստան ինչ է ստանում։ Սրանով ինչպես է ճեղքվում Հայաստանի շրջափակումը, երբ ոչ այս թղթի մեջ, ոչ օգոստոսի 8-ի թղթի մեջ որևէ ակնարկ չկար, որ Ադրբեջանը Հայաստանին տրամադրում է անխոչնդոտ անցում։ Ինչ-որ անորոշ փոխադարձ առավելությունների մասին է խոսք։ Որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, սրա հետ զուգահեռ առնվազն նույն մանրամասներով եւ նույն խոստումներով Ադրբեջանը պետք է խոստանար Հայաստանին առնվազն Նախիջևանի միջով տրամադրել անխոչնդոտ ոչ միայն անցում, այլ նաեւ գազամուղ, նավթամուղ եւ այլն։ Չկա տենց բան։ Ավելին ասեմ, կան ռիսկեր։ Եթե կա Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի Էրզրում գազամուղը, այս նոր նավթամուղը եւ գազամուղը ինչի համար է արվում։ Կա դրա պատասխանը։ Կասկածային է, որ սա կլինի այն քայլը, որ հետո Ադրբեջանը եւ Հայաստանը ունենան մեկ ընդհանուր էներգետիկ համակարգ եւ նոր կախվածություն, կես րոպե, նոր կախվածություն։ Պարոն Խաչատրյան, չի կարելի կես րոպե, որովհետեւ 3 րոպե է ամբողջ ելույթը։ Հայկ Մամիջանյան։